Free News-ի եթերում Երևան-Փարիզ ձևաչափով հերթական լուրերից դուրս քննարկումն է, Փարիզից ինձ հետ կաշխատի միջազգայնագետ Արման Ավագյանը։ Բարև Արման։ Ողջույն Գագիկ ջան։ Արման ջան, հաղորդումից առաջ ուսումնասիրում էի լրահոսը, հիմնական թեման, որքան ես հասկացա, նաև որ հետաքրքրում է այդ լրահոսը սպառողներին, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի առաջացրած սենց աղմուկը, եթե կարելի ասել, դա է եւ բնականաբար Միացյալ Նահանգներ, Ուկրաինա, Ռուսաստան եւ Միացյալ Նահանգներ Իրան թեմաները, բայց մինչ դրանց անդրադառնալը ես կարդացի մի հետաքրքիր բան, որ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչներ խոսել, որ իրենց երկիրը խիստ անհանգստացած է Հայաստան-Եվրամիություն զարգացող հարաբերություններից եւ մոտավորապես այսպես մի բան, որ եթե դուք եվրոպական ուղղությունն եք համարում գերակա Հայաստանի ապագայի համար, ապա պետք է մտածեք, կարծես մոտավորապես այդպիսի մի բան էր ստացվում ձեր ապագայի մասին ԵԱՏՄ-ում եւ նմանատիպ կառույցներում։ Հետաքրքիր բան է։ Անհանգստանալ, դա ինչ կանեն։ Հա։ Դե եթե միայն անհանգստանալով կբավարարվեն, խնդիր չի, որտեվ ակնհայտորեն էլի ռուս ժողովրդին չեմ թիրախավորում, ակնհայտորեն իշխանական պրոքսիները ակտիվացել են Հայաստանում, ակտիվանալու են եւ ակտիվացել են Հայաստանում, ընդ որում դա զգացվում է նաեւ մեր հաղորդման YouTube-յան էջում, այսպես ասած, կոմենտներից, հա, իհարկե մենք ունենք ադմիններ, որոնք արագ նմանատիպ մարդկանց բլոկավորում են, նրանք այլևս հնարավորություն չեն ունենում մտնել, ինչ-որ բան գրել, սպառնալիքներ հնչեցնել, ես գիտես ինչն է այստեղ հետաքրքիրը, սպառնալիքի բովանդակությունը, ասենք մոտապես սենց արայեսում վրա եք դուք ոնց որ ասած ձայն բարձրացնում հեռուստադիտողի մանրամասնի որպեսի հեռուստադիտողն էլ տեսնել էս հիբրիդային որտեվ նայում ես, ասենք այդ էջը, YouTube-յան այդ էջը, այդ անձնավորության, որը անցավ արդեն փակագծրից այն կողմ, ընդամենը 6 ամսվա, 5 ամսվա ստեղծված էջա, պարզա չէ, որ դա ընդամենը, այսպես ասած, բոտանման մեկն է, հա? Բոտը դա հայհոյանք չի, բնականաբար հեռուստադիտողները հասկանում են, որ դա զուտ պրոֆեսիոնալ տերմին է, բայց ամեն դեպքում ակնհայտ է դառնում, որտեվ եթե մարդը մտնի բանավեճի մեջ, մեկ բանա, կարելի է անգամ բանավիճել, կարելի է անգամ հաջորդ հաղորդման ընթացքում անդրադառնալ, հուշել, ընդունել կարծիք կամ չընդունել այդ կարծիքը, բայց այս պարագայում ընդամենը այդ մարդը այլևս հնարավորություն չի ունենալու մտնի մեր YouTube-յան էջ եւ իր զազրախոսությունը տեքստի տեսքով դնի այնտեղ, ուղղակի պետք է հասկանան մարդիկ, որ Հայաստանը այսօր դա ժողովրդավար երկիր է առաջի հերթին, Հայաստանում մամուլի ազատությունը, խոսքի ազատությունը, բայց այդ նույն խոսքի ազատությունը չի ենթադրում, որ կարող ես մտնել, ինչ-որ սպառնալիք հնչեցնել կամ ինչ-որ հայհոյանք գրել ու ակնհայտորեն գրած տեքստի ցենզից էլ զգացում է, թե ասենք ինչ կրթության տեր մարդա այդ անձնավորությունը լատինատար կամ ռուսատար կամ եթե հայերեն ապա խայտարակ սխալներով հասկանալի է, չէ, ինչ են եւ ովքեր են գործիք դառնում այդ նույն
հիբրիդային հարձակումների համար։ Իրականում նրանք, գիտես, նմանատիպ տարրերը զարգացել են ժամանակի ընթացքում այն միջավայրերում, որտեղ օրենքի գերակայությունը ոչ թե եղել է բացարձակ արժեք, այլ օրենքը ուղիղ համեմատական է եղել դոլարային կամ ռուբլով կուրսին համարժեք ինչ-որ մի կաշառքով հարց հնարավոր լուծելու Իհարկե։ դատարանային համակարգին։ Այսինքն անպատժելիության այդ բանը, որը հնարավորություն է տվել եւ ինչեւ որս չմոռանանք, որ Ռուսաստանում դեռ դատական համակարգ, ոստիկանական համակարգ, չգիտեմ, նմանատիպ համակարգերը դեռ կարելի է առնել առավել եւս այսօր առավել եւս կայուն դոլարով։ Նկատի ունեմ ինչը որ այլևս այդպես չէ, օրինակ եվրոպական տենդենցով երկրներին, արևմտյան տենդենցով երկրներին, զարգացած երկրներին, որոնց նաև մեջ իր լիարժեք տեղն է գտնում եւ գնալով շատ ավելի ամրապնդելու է Հայաստանի Հանրապետությունը, որը նախկինում սովետական միության կազմի մեջ գերի էր մոտարապես մի 100 տարի պրծանք։ Եվ ընդ որում նաև չմոռանանք, թե ներկայիս Ռուսաստանում շատ հաճախ ինչպես են դիմում, բնականաբար եթերում ես չեմ հնչեցնի, դիմելաձևը հայրին, հա, պետք չէ կրկնել, բայց շատերն են լսել, եւ եթե ձեզ այդ նորից խոսքս ուղում եմ հենց նմանատիպ տեքստեր գրողներին, հաճելի է լսել այդ խոսքերը, դիմել ինչ-որ մի հատ շարքային սերժանտի կամանձիր դիմելաձևով եւ անմիջապես գրպանը մտցնել համապատասխան քանակությամբ թղթադրամ, ապա ապրեք, ձեր ընտրությունն է, խնդիր չկա, բայց այդպիսի ընտրությունը, նմանատիպ ընտրությունը մի փորձեք փաթաթել Հայաստանի ժողովրդի վզին, այսպես ասած, եւ ի վերջո Հայաստանի գլխավոր պատասխանատուն Հայաստանի ժողովուրդն է։ Հայաստանի պահողը Հայաստանի ժողովուրդն է։ Հայաստանի անվտանգությունը ապահովողը Հայաստանի ժողովրդի զավակներն են։ Շատ հեշտ է նստել ինչ-որ մի օտար երկրում, հա, ոտքը գցել ոտքի վրա, վերցնել օղին ու երշիկը եւ թթուն, հա, զակուսկի անելով, խոսել ազգի մասին, հայրենիքի մասին, չգիտեմ, հայրենիքի իբր թե վաճառքի կամ ես իմ ինչերի մասին, դա հեշտ է, իհարկե, հեշտ է, բայց երբ որ հայրենիքը ռեալ ընտրություն է կատարում, երբ որ հայրենիքը ունի վճռական եւ ուղիղ տեսլական իր հետագա զարգացման, ապա կամ հարգեք, կամ գործ չունեք։ Եթե չեք համարում ձեր հայրենիքը այդ երկիրն է, ապա դուք ընդամենը մեզ հայրենակից եք յան ազգանունով կամ ոչ պարտադիր յան ազգանունով։ Կրկին եմ ասում, սա ոչ բոլոր մեր հայրենակիցներին է, մենք ունենք շատ պայծառ հայրենակիցներ, շատ հայրենասեր հայրենակիցներ, թե Ռուսաստան, թե Ֆրանսիայում, Եվրոպայում, թե Միացյալ Նահանգներում, բայց սա վերաբերում է կոնկրետ անձերի, ովքեր փորձում են այսպես խառնվել հայրենիքի, հա, չակերտներում, որտեղ իրենց համար դա հայրենիք չի, հայրենիքի ներքին գործերին, նույն բանը նաև կատարում են որոշ, ասենք, քաղաքական ակտորներ, կարելի ասել, Հայաստանում։ Եվ պետք է նաև նշել, որ հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարծում եմ թե տարբերակում է շատ լավ քաղաքական ապուշին եւ ուրիշ երկրին վաճառվածին, կոնկրետ օրինակ ինչպիսին կարող է լինել, ասենք, մի կին, որը Մոսկվայում
եկավ հասավ Մոսկվա Բեսլանի երեխաների մորթի ավերակների վրա, որը նա պաշտպանեց եւ Այո։ քանի որ այդ չափի, այդ մասշտաբի ոչրագործությունը այդ այսպես կոչված տականք լրագրողը կարողացավ հավուր պատշաճի ներկայացնել լրիվ այլ իրականությամբ, նա կարողացավ հասնել մի արդյունքի եւ նրան բերեցին առաջին պլան, բայց դա չի նշանակում, որ այդ անձնավորությունը, որ վաղուց արդեն հոգին եւ իր ամբողջ էությունը վաճառել է ուրիշ երկրին, նա կարող է ըստ էության բացի իր ազգանվան անունից նաեւ համարվել մեր ազգի ներկայացուցիչ։ Ոչ, մենք այստեղ պետք է հաշվի առնենք, դու շատ ճիշտ նշեցիր, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, որ մեկ կողմից լեգիտիմ կերպով ընտրությունների միջոցով ընտրում է իր ղեկավարությունը, Ձևավորում է իշխանությունը, այո։ ձևավորում է իշխանություն պարլամենտական երկրում համամասնական կարգով ձևավորում է իր падգամավորներին, որոնց մանդատ է տալիս իրեն ներկայացնել եւ իրեն պաշտպանել եւ ըստ այդմ օրենքները ընդունել, վերաընդունել եւ այլ եւ այսպես շարունակ մեր ազգային ժողովում եւ ըստ այդմ ազգային ժողովի ցանկացած падգամավորի միևնույն ժամանակ նույնիսկ եթե նա պատկանում է ցանկացած տիպի կուսակցության նրա գերակա շահը պետք է լինի Հայաստանի Հանրապետության գերակա շահը ուրիշ բան է թե այն ինչ ֆորմա կարող է ընդունել, ինչ լուծում, ինչ պրոյեկտ կարող է ընդունել, բայց ոչ մի դեպքում այդ գերակա շահը չի նշանակում համակերպվել կամ վերամիավորվել մի այլ երկրի գերակա շահին եւ դա համարել որպես այդպիսին իր ժողովրդի ամենալավ ընտրությունը։ Դա չի կարող լինել մի նմանատիպ երկրներում, որտեղ իշխանությունը լեգիտիմ է։ Այո, բնականաբար սրանից ավել եթերաժամ չենք հատկացնի այդ մարդկանց, այդքանը բավական է, ընդ որում նաև նշեմ, որ այսօրվա տեխնոլոգիաները շատ հեշտորեն հնարավորություն են տալիս բացահայտել այդ մարդը ով է անդուն մինչև իր IP հասցեն եւ այլն, թող դա էլ հաշվի առնեն, մենք անցնենք առաջ, նաև հանգստացնեմ մեր հեռուստադիտողներին, որ այստեղ ոչ մի վտանգի մասին խոսք չկա, սա ընդամենը այդ մարդկանց ուղղված մեսիջ է, որ ոնց որ կասեր մեր դասականը հանգիստ նստեք տեղներդ, հա։ Այո։ Լավ, քեզ ինչ հետաքրքրեց այս անցնող շաբաթվա ընթացքում, Արման։ Լսի, այս անցնող շաբաթվա ընթացքում մի երևույթ կա, որ ավելի շատ տեղի ունեցավ այստեղ Ֆրանսիայում մեզ մոտ, քան Հայաստանում, բայց գիտես, քանի որ համայնքը ֆրանսիական, եվրոպական, բայց շատ ավելի ֆրանսիական համայնքը գերազանց տիրապետում է ոչ օբյեկտիվ պատճառներից նաև ելնելով ոչ միայն որ այստեղ են բնակվել, այլ նաև երկար տարիներ ղեկավարելով այստեղ հեռուստատեսություն եւ շփվելով համայնքի բոլոր ներկայացուցիչների հետ, ղեկավար կազմի հետ, իմանալով նրանց բոլորի արված կամ չարված աշխատանքները, նրանց բոլորի ամբիցիաները եւ նվիրվածությունը, նրանց բոլորի հայրենասիրությունը կամ չհայրենասիրությունը եւ այլ եւ այսպես շարունակ շատ լավ տիրապետում եմ, օրերս ուրեմն այստեղ համակարգող մի խորհուրդ մենք ունենք, որը տարիների շարունակում պետք է ասել դա լավ բան է, որովհետեւ ահա մի ինչ-որ խորհուրդ, որ հայերի մեջ կարողացել է գոյություն ունենալ եւ ահա ինչ-որ մի խորհուրդ, որ պատկան մարմինները կարող են այստեղ ուշադրություն հատկացնել, հա, եւ ահա ինչ-որ մի խորհուրդ, որը կարող է ինչ-որ մի դերակատարություն ունենալ այստեղ, այ օրինակ, չգիտեմ, Կոմիտասի հրապարակ, շենքեր անվանումներ պարտադրել եւ լոբինգով զբաղվել նաեւ եւ ես ինքս էլ կցված եմ եղել հեռուստատեսության տնօրեն եղած ժամանակ, երբ որ օրինակ ասենք ցեղասպանության ընդունման օրինագիծը այստեղ Ֆրանսիայում ընդունվեց, հա, քրեականացման օրինագիծը օրինագիծը, որը չընդունվեց, այսինքն մեծ պայքար գնաց, ամեն բան փորձեցի, սակայն
այդ մեկը չընդունվեց, որովհետև հայկական համայնքը ուզում էր հրեական համայնքի նման նաև քրեականացնել հայոց ցեղասպանության շղթումը, ու այսպեսի պայքարներ են եղել եւ այսօր այդ պայքարները եկել հասել են մի հանգրվանի, որտեղ այլևս գիտես ժամանակի ընթացքում այսօր մեր Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար երկիր է եւ պետք է կարծել, որ ինչպես որ օրինակ ֆրանսիական կառավարությունը, հա, Էմանուել Մակրոնի գլխավորությամբ պաշտպանում է եւ կանգնած է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ուղով եւ ձևով ընդունված կառավարության եւ նրա լիդերի կողքին եւ ամենօրյա աշխատանքով տեսնում եք թե ինչպես են նրանք պաշտպանում, չեք մոռանում որ նույն Ֆրանսիայի Էմանուել Մակրոնի ջանքերի շնորհիվ է որ եւ Գերմանիայի օգնությամբ որ եվրո դիտողներ տեղադրվեցին, դիտողներ եւ որոնք շատ են օգնել մեզ եւ նմանատիպ այսպիսի տարբեր եղանակով արված գործողություններ, որը առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունը իր այս մոտեցումը վաստակել է նրանով իր ուժով, որ կարողացել է հեղափոխության շնորհիվ գալ մի դեմոկրատական իրավիճակի, որտեղ կոռուպցիայի դեմ պայքար է մղվում եւ դրա ապացույցները ֆրանսիացիները բնականաբար տեսել են, չէ՞ որ այստեղ դեսպանատուն կա Հայաստանի Հանրապետությունում, նրանք ամեն ինչ տեսնում են եւ նրանք շատ լավ հասկացել են, որ այստեղ գործ ունենք լեգիտիմ կերպով ընտրված մի ղեկավարի հետ, որը կաշառակեր չէ, որը մի կցված Կրեմլին կամ չգիտեմ որից է մեկին, քանի որ նրանք չեն մոռացել որ միջև այդ կլինի երկրորդ նախագահ, կլինի առաջին նախագահ, կլինի երրորդ նախագահ, այդ բոլորն էլ այսօր բոլորս էլ հասկացան Կրեմլի դրածոներն են եւ ըստ այդմ այսօր դիալոգը հավասարի մեջ է եւ այդ ստրուկտուրան, որը այստեղ է գտնվում, որը պետք է երջանիկ իրեն համարի վերջը, որ ունի դեմոկրատական երկիր Հայաստան, փոխանակ նրա, որպեսզի նրա հետին ուժը լինի, եւ քանի որ նրա կազմում կա մեկ դաշնակցական օպ այստեղ են ասում, չէ, դաշնակները եկան եւ այդ դաշնակցությունը երբ որ գալիս է, այդ դեպքում արդեն սկսվում է մի ինչպես ասենք, հիբրիդային այսպիսի մի ջլատում, որը Եվրոպայի կենտրոնում ընդունում է մի իրավիճակ, որտեղ ըմբոստանում են, հա, փորձում են ըմբոստանալ դեմոկրատական Հայաստանի ընտրված ղեկավարի վրա եւ փորձում են պարալել ինչ որ քաղաքականություն իրականացնել, չունենալով դրա համար ոչ մի լեգիտիմություն, ոչ մի հնարավորություն, ոչ մի ֆինանսական հնարավորություն եւ հենց դրանից է կախված, որ հենց քանի որ չկա ֆինանսական հնարավորությունը եւ քանի որ դրանք ֆինանսական հնարավորություններ ոնց որ թե կարծեմ թե աչքից կարծեմ թե կարողանում են գտնել Կրեմլյան Ռուսաստանից եկած որոշ անձանց ապագա տեխնացուների միջոցով, նրանք չես հասկանում ոնց, բայց փորձում են այստեղ պաշտպանել, ուրեմն ընտրություններում, մյուս ընտրություններում փորձում են պաշտպանել այօրինակ Կրեմլի տեխնացուին եւ այսպես հանգիստ կերպով Փարիզի կենտրոնում Ֆրանսիայի ղեկավարությանը, որը տարիներ շարունակ պայքարում է Կրեմլի հիբրիդային գրոհների դեմ, որը պաշտպանում է Ուկրաինային, Ռուսաստանը մեծ թշնամի է, որը եւ իրենք այսպես ամեղ դեպքով, այսպես 130 տարվա հայ դաշնակցություն Փարիզում, նրանք գալիս են եւ ասում են մեր ապագա տեխնացուն Կրեմլի դրածոն ենք մենք ուզում եւ դեմոկրատիան Հայաստանում, մենք այստեղ Ֆրանսիայի դեմոկրատիան շատ լավ է, բայց Հայաստանի ժողովուրդը դեմոկրատական իշխանություն չի ընտրել, մի խոսքով մարազմ, եւ ուզում եմ ընդհանրապես ձեզ ասել, որ դա իրավիճակը այնպես չի որ շատ ուրախացուցիչ է այդ պարագայում, բայց մեկ անգամ եւս ուզում եմ ասել, որ դա ոչ մի ուժ իրենից չի ներկայացնում եւ դա ավելի շատ միտված կլինի այն բարագայում, երբ որ նրանք Հայաստանի Հանրապետության ընտրված իշխանության մեջքին չեն կանգնելու արտասահմանում, նա դատապարտված է վերանալու եւ անլուրջ ինչ որ մի հավաքատեղի դառնալու, որտեղ ընդամենը կարելի է տարին մեկ անգամ գալ ընտրել եւ հայերին ինչ որ բաներ խոսալ եւ վերջը ասել գնացեք տներով եւ դրանով ամեն ինչ ավարտվի, այսինքն ոչ մի ուժ այդ է ասելիքս, ես օրինակը Արման ջան պայքարի մի այսպիսի մաս կա նաեւ այստեղ։ Ես օրինակը կրկին ուզում եմ սևեռել հրեականի վրա, հա,
կարելի է արդյոք Որից նրանք ներշնչվում են, հա, այստեղ նրանք այստեղ հրեական կառույցը, նրանք ներշնչվում են այդ կառույցից։ Բայց հրեականում բոլորովին հակառակն է։ Փորձի մոտենալ ցանկացած հրեային, որը Ֆրանսիայի քաղաքացի է, ապրում է Ֆրանսիայում, եւ ասենք Նեթանյահուի դեմ մի նախադասություն ասա, ինչ կպատասխանի քեզ այդ հրեան։ Կասի գնա քո գործը չի։ Մեր ընտրված ղեկավարն է, ինչ ուզում է անում է։ Այո, եւ մենք տեսել ենք, թե հրեական լոբինգը ոնց է աշխատում ամբողջ աշխարհում, ի պաշտպանություն Իսրայելի, ի պաշտպանություն այս պարագայում լինելով ինքը Ամերիկայի քաղաքացի, Ֆրանսիայի քաղաքացի, ի պաշտպանություն իր պատմական հայրենիքին։ Մի փոքր մեր մոտ այս ամենը ձևախեղված է, ասենք կան տասնյակ, հարյուրավոր շատ լավ, ասենք հայրենասեր դաշնակցականներ, որոնց ամբողջ պատմությունը, ուղնուցիծը, ապու պապով Առանձին մարդկանց չենք խոսում, մենք խոսում ենք քաղաքացիության ընտրված գծի մասին, որը մինչ օրս կրկնելով Քոչարյանին, մինչ օրս տանում է Կրեմլի գիծը։ Եվ Կրեմլը այսօր այլևս արդիական չէ նույն Եվրոպայում, ես չեմ ասում, Ես ուզում եմ հիշեցնեմ, որ այդ նույն կուսակցությունը, եթե չեմ սխալվում 13 թվականին, նույն ջերմեռանդությամբ պայքարում էր Սերժ Սարգսյանի դեմ, հիշում ես, երբ որ հայ-թուրքական բանակցություններ էին, ֆուտբոլային դիվանագիտությունը եւ այլն, հիշում ես, թե ոնց էին հավաքում ժողովրդին, ցույցեր, միտինգներ անում, որտեղ որ այցելում էր այդ ժամանակվա Հայաստանի պրեզիդենտը, հա, ու հիմա այդ նույն մարդիկ կանգնած են, ասենք Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կողքին։ Բայց ես ուզում եմ մի ուրիշ բանի մասին էլ խոսենք, մի փոքր զգուշությամբ ու նրբորեն, Միացյալ Նահանգներում շատ վտանգավոր զարգացումներ են, քանի որ մի անձնավորություն կա Թրամփի պաշտոնյաներից, որը զբաղվում է այսպես ասած սոմալիական հետքով, գիտես այդ Medicare-ի պատմությամբ, այն յուրացումները, որ արել են Մինեսոտայում, եւ հիմա փորձ է արվում դա, այսպես ասած, փոխանցել Կալիֆոռնիայի վրա։ Այդ մարդը ազգությամբ թուրք է։ Եվ այս մարդու աշխատանքը կարող է բերել նրան, գիտենք, որ մենք մեր հայրենակիցներից էլ բազմաթիվ մարդիկ այդ նույն գործարքներով զբաղվել են եւ կարող է անդրադառնալ մեր հայկական համայնքի անվան վրա։ Ասենք մեր հայկական լոբինգը ավելի շատ նմանատիպ հարցերով պետք է զբաղվի, քան Հայաստանի ներքին գործերին, չէ, հետաքրքրվել իրենց հայրենիքով միանշանակ, գալ իրենց հայրենիք միանշանակ, բայց կամ բաներ, որի հարցում իրենք պետք է զգուշավոր լինեն։ Զգուշավոր լինեն եւ իրենք պետք է հասկանան մի բան, որ եւ ես համենայն դեպս ես կարծում եմ, թե դա հասկացել են, որ Սփյուռքում ապրելով պետք է հասկանալ մի բան, որ իրենց հայրենիքը, իրենց Հայաստանի Հանրապետությունը, երբ որ նրանք ինչ որ կոչեր են անում, որոնք ներառում են իրենց մեջ պատերազմական կոչեր եւ ռիսկի տակ են դնում մեր Հայաստանի Հանրապետության երիտասարդ տղաներին, որոնց ընդհանրապես ուղարկում են մահվան, ռևանշի մասին է խոսքը։ Այո, հանգիստ իրենք համար նստելով Ֆրանսիայի կամ Լոս Անջելեսի արևոտ երկնքի տակ, ապահով եւ ընդհանրապես կոչեր հնչեցնելով եւ ընդհանրապես հայրենասեր ձևանալով չէ, որ իրենց հենց երեխաների ապագա, իրենց երեխաների նկատի ունեմ հայրենիքը, որ այդ նույն երեխան կարող է հենց նույն Լոս Անջելեսի կամ Փարիզի դպրոցի իր
ընկերոջը պատմել, թե ինչպեսի հայրենիք նա ունի, նա պետք է մտածի միայն դրա ուժեղացման, այլ ոչ թե նրա ջլատման կամ ուզածով ուղվելու կամ չուղվելու մասին, այստեղ ամենու դրա մասին է։ Ընդ որում Արման ջան, ես ուզում եմ հիշեցնել մի ոչ պակաս հին ազգության մասին, հա, մեր ընդ որում շատ բարեկամ ազգության, ասորիների մասին, որ այսօր այդ մարդկանց խոսքը ոչ միտեղ չի լսվում։ Այդ մարդիկ հին քրիստոնյաներ են, քրդերը այսօր չունեն պետություն, որտեվ չունեն պետություն, նույնը քրդերը, եւ էլի կան նմանատիպ ազգեր, որոնք ոչ պակաս հնագույն քաղաքակրթություն են, ոչ պակաս հին պատմություն ունեն, ուրեմն ինչ այսօր եթե մենք ճանաչված ենք, մեր մասին գիտեն, մեր մասին խոսում են, լավ դրա 80%-ը մեր հայրենիքի գոյությունն է, Հայաստանի Հանրապետության գոյությունն է։ Եվ վերջո տեսեք դուք, երբ որ դուք գտնում եք Սփյուռքում, դուք խոսել եք օրինակ նրա մասին, որ օրինակ դուք չեք պատկերացրել, որ նույն ֆրանսիացին կամ նույն եվրոպացին եւ որևիցե մի երկիրը, երբ որ տեսնում է, որ օրինակ իրենց համար շատ նույն ձևով դժվար է օրինակ լեզու գտնել կամ հարաբերություն հաստատել, այնօրինակ տեսեք օրինակ Շվեյցարիան ինչպես գնաց եւ Թրամփի հետ բանակցություններ վարեց, եթե հիշում եք, ինչպեսի հետաքրքիր ձևով Rolex-ի տնօրեններ գնացել, ինչ որ օրինակ եմ հա տալիս, եւ դրա շուրջը տեսնում եք, որ մեր Հայաստանի Հանրապետության լեգիտիմ, որտեղ այդ լեգիտիմության հիմքը, այդ լեգիտիմության ուժը ինքը այդ լեգիտիմությունն է թևեր տալիս։ Մեր լեգիտիմ ղեկավարը գնաց եւ նույն Թրամփի հետ, նույն Թրամփի հովանավորությամբ հաստատեց խաղաղություն, ընդունեց բանաձևեր, որոնք անբեկանելի ձևով ընդունվեցին եւ հակառակորդի կողմից, եւ հյուսիսային հարևան միջնորդի կողմից, որը իրականում միջնորդ չէր, այլ կրակի վրա յուղ լցնողը, եւ վերջիվերջո լուծեց մի հարց, որը 30 տարի լուծելի չէր եւ ջլատել էր մեր ժողովրդին եւ վերջիվերջո խոսում ենք մի բանից, մենք ունենք բլոկադա 30 տարիների ընթացքում, օրինակ Սփյուռքում ինչ արվեց այդ բլոկադան, ինչպես լուծեցին, կամ օրինակ ինչ կարողացան անել, կամ ասենք օրինակ այս 30 տարիների ընթացքում, օրինակ Իսրայելը ունեցավ Գոլդա Մեյեր, օրինակ Գոլդա Մեյերը ինչ արեց, որը հետո դարձավ նա վարչապետ, Գոլդա Մեյերը վերցրեց ինքնաթիռ եկավ եւ սկսեց ամբողջ Եվրոպայում գումար հավաքել եւ միլիոնավոր դոլարներ գումար հավաքեց իրենց բանակի համար։ Եվ գործողությունների մասին ենք խոսում եւ դրա շուրջը մենք պետք է խոսենք մի ուրիշ բանի մասին, երբ որ եղավ մեր պատերազմը, մենք գումարի մեծ խնդիր ունենք, այո, հավաքվեց գումար, բայց այդ ամբողջ գումարը քանի օրվա պատերազմի գումարն էր։ Շատ փոքր գումար էր։ Արման ջան, այստեղ ամենը պետք է արշինով չափել, էլի, պետք չէ գերաբնահատել եւ Սփյուռքի ուժը տեսանք ինչպիսի արդյունքներ տվեց պատերազմի ժամանակ, որտեղ նա չտվեց իր զավակներին, բայց նաեւ չեղարկվեց այն գումարային այն հզորությունը, չտեսանք այն հզորությունը, որը կարող էր եղանակ փոխել կռվի դաշտում։ Գիտես պատճառը որն էր։ Պատճառ կար Արման ջան, իհարկե դա նաև ինչ-որ առումով չի արդարացնում, բայց պատճառ կար այն իմաստով, որ այո 30 տարի շարունակ այդ նույն մարդիկ ամեն տարի տելեթոններին հանգանակություններ արեցին, 20-ից 30 միլիոն դոլար տարեկան գումար ուղարկեցին, ես չեմ ասում են առանձին։ Եվ շատ լավ են արել, ապրեն իրենց երկրի համար են արել։ Բայց նաև այդ մարդիկ եկավ հասավ ինչ որ մի ժամանակ, երբ որ տեսան, որ այդ արածը ոչ միտեղ չի երևում։ Էդ էլ կա, չէ՞։ Իհարկե, դրա համար ենք մենք խոսում լեգիտիմությունից, կաշառակերության դեմ պայքարից, այդ վստահությունից եւ վերջիվերջո այսօր դա արձանագրված փաստ է, որ մեր երկիրը ոչ միայն վստահություն է ներշնչում, որովհետեւ մենք հայեր ենք, որովհետեւ մենք հին ցիվիլիզացիա ենք, այլ որովհետեւ առաջին քրիստոնյաներ ենք։
հա կամ առաջի քիչ մենք որտեղ կոնկրետ գործողություններով կարողացել ենք ապացուցել, որ մենք ունակ ենք, այսինքն մի նայեք, այս Ռոբերտ Քոչարյանը սխալվել ենք, որ տեսնում եք, օրինակ տեսանք ով էր հիմա, որտեղ չհարդարցանք այդ հարցին, որովհետև կարող ենք ասել Ռոբերտ Քոչարյանի այդ ասուլիսը, փաղագծերում ասուլիս, որովհետև այնտեղ իրանք իրարով հավաքվում են, հարցերով, պասերով առաջ են գնում, այնտեղ ասուլիս չկա, ասուլիսը վարչապետն է տալիս, որ ասենք գալիս են կանգնում են իրար առջև ժուրնալիստներ, որ նույնիսկ այնքան անտանելի է նույնիսկ ականջին, հա, նեյտրալ մարդու ականջին, անտանելի է այնքան լսողին, այնքան չասեմ անգրագիտական, բայց շատ տհաճ ինչ-որ հարցադրումներ են տալիս, բայց դրա իրավունք ունեն, ի տարբերություն այս մեկի, որը ուզեմ ասել, ասուլիսանման տենց փորձում եմ այդ ակցենտով նույնիսկ խոսացած այդ ակցենտով տեն շուլուխանման, հա, շոսես բարերումի, չէ, շուլուխանման տենց իրար այդ բասերով խոսում են, տենց ու երեք պարզվեց, որ ոչ միայն դա խոսակցությունը, այլ դա, լսեք, դա ուղղակի ես չէի պատկերացնում, որ փաստորեն այդ աստիճանի ցածր լեվելի նախագահ ենք ունեցել, լեվել նկատի ունենք աշխարհա նկատի ունեմ գեոպոլիտիկ մտածմունքով այդ աստիճանի պրիմիտիվ լեվելի նախագահ ենք ունեցել եւ աշխարհին այսօր ասում ենք այս ինչ որ տեսել եք սա խապկանք է այս Կրեմլի դրածոներից ազատվել ենք վերջ դա դրա մասին էլ չխոսանք հա եւ վերջի վերջո ուզում ենք մենք ասել որ այդ կաշառակիրության արդյունքում է որ այո գալով քո ասած այդ հանգանակությունների անվստահելի մթնոլորտին եւ այլն եւ այսպես շարունակ որը այսօր կարելի ասել պետք է չի նայել որպես այդպեսին, որովհետև այսօր վերջի վերջո Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքից հանգանակություններ չի ակնկալում։ Նա ընդհանրապես պատրաստ է ընդունել Սփյուռքից հետ եկած ցանկացած քաղաքացու նրան տալ հնարավորություններ գալ եկեք ձեր հայրենիք, վերադարձեք ձեր հայրենիք, ինվեստիցիաներ անեք, գնացեք բնակարաններ, Հանրապես եթե կարող եք եկել Հայաստանի Հանրապետություն, բայց այսօր Հայաստանի Հանրապետությանը միայն ուժեղացրեք, այլ ոչ թե Փարիզի կամ Մոսկվայի կենտրոններում կանգնեք եւ Պուտինի դուդուկի տակ երգեք, լսեք, Պուտինը ինքը արդեն սև ցուցակա համաշխարհային մակարդակով, բոլորը դա գիտեն, հերիք է պաշտպանեք մի իրավիճակ, որտեղ մենք ընդհանրապես բոլորով սպասում ենք, թե երբ դա այդ իրավիճակը երբ պետք է այդ հանգուցալուծվի, այո, հանգուցալուծում լինի եւ բնականաբար ոչ մեկ ինքնասպան չէ, Արման ջան, ես ներողություն եմ խնդրում, բայց մեր եթերաժամը արդեն սպառվել է, կարող ենք շարունակել լավ էլ հետաքրքիր էր ստացվում, բայց ցավոք ավելի զրույցային ֆորմատով եղավ, բայց այնքան ասելու բան չկար այդ բանը ասուլիսից, այդ նախագահ կոչվածի ասուլիսից, այնքան ասելու բան չկար, այնքան պլինդուզի մակարդակի ամեն ինչ պարզ էր, թե ահա եւ կարող եք այսպես եզրափակել հարգելի ուստադիտող, եթե դուք ուզում եք տեսնել հիբրիդային մի օրինակ, խնդրում ենք արագացված եղանակով YouTube-ի վրա կա այդ որ արագ ես ասում շուտ վերջանա բոլորը չնայեք կարող եք նայել Ռոբերտ Քոչարյանի ասուլիս Շնորհակալություն Արման ջան Ես շնորհակալ Վերջում հիշեցնեմ որ Երևան-Փարիզ հերթական ուղիղ միացումներ Փարիզից ինձ հետ աշխատում էր միջազգայնագետ Արման Ավագյանը ամենայն բարիք ձեզ